Դեմ առ դեմ հարցումներ թվով 1104 հոգի։ Վայրը Հայաստանի Հանրապետություն։ Gallup International ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության անցկացրած հետազոտության տվյալով Հայաստանի լավագույն մսամթերք արտադրող է ճանաչվել Բարիս Ամարացի ընկերությունը։ 4 տարին անց Բարիս Ամարացի ընկերությունը ճանաչվում է լավագույն մսամթերք արտադրող ընկերություն, ինչի պատասխանատվություն շնորհավորում եմ։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Gallup-ին նման աշխատանքի անշահախնդիր ձևով եւ սա մեզ պարտավորեցնում է, որ մենք կարողանանք ամենալավագույն ապրանք ունենալ շուկայում։ Մենք այստեղ որ արձանագրում ենք, որ Բարիս Ամարացի ընկերությունը առաջատարներ եւ լավագույնն է, դա իր մեջ ներառում է շատ եւ շատ բաղադրիչներ, ոչ միայն որակի բաղադրիչը, բայց նաեւ մենք խոսում ենք ընդհանուր ընկերության շուկա վարման ստրատեգիայի մասին, թե ինչպես է նա աշխատում, որ այսօր նա հասանելի է ոչ միայն Երևանի շուկայում, այլ նաեւ մարզային շուկայում։ Հետազոտությունը տևել է 2 շաբաթ 2016 թվականի նոյեմբերի 2-ից 16 ընկած ժամանակահատվածում։ Անցկացվել է Հայաստանի 10 մարզում եւ Երևանի բոլոր շրջաններում։ Անցած 3 տարիներին նույնպես Բարիս Ամարացին ճանաչվել էր լավագույնը։ Ընկերության գործունեության 23 տարվա ընթացքում ստացած պատվոգրերն ու մրցանակներն իրենց աշխատանքի արդյունքն են, վստահեցնում է ընկերության տնօրենը։ Սա մեր կոլեկտիվի աշխատանքն է։ Ես նաեւ իմ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աշխատակազմին։ Ընկերությունը մսամթերքը մշակում է բարձրագույն տեխնոլոգիաներով։ Արտադրության ժամանակ պահպանվում են բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները։ Ավտոմատացված առաջատար համակարգերը թույլ են տալիս վերահսկել արտադրական ամբողջ գործընթացը։ Ուզում եմ բացել գաղտնիքը, ինչի շնորհիվ Բարիս Ամարացի ընկերությունն արդեն որերորդ տարին արժանանում է լավագույն որակ մրցանակին։ Մեր հիմնական նպատակն է գիտության ձեռքբերումները, հետազոտությունները ներդնել պրակտիկայում։ Այդ նպատակով արդեն 3 տարի է ընդգրկված ենք եվրոպական աշխատանքային խմբում։ Իսկ Բարիս Ամարացի ընկերությունը համապատասխանում է այդ աշխատանքային խմբի բարձր որակի չափանիշներին։ Այսօր ընկերության արտադրանքը մեծ սպառում ու պահանջարկ ունի ոչ միայն տեղական, այլև արտերկրի շուկայում։ Նանե Հայրապետյան, Հովհաննես Քյուրքյան, Էպիկենտրոն։